Գեղարդի վանական համալիրի մասին հետաքրքիր փաստեր։ Եթե Իտալիայում բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, ապա Հայաստանում Գեղարդի վանական համալիր։ Գեղարդավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է, գտնվում է Երևանից մոտ 35-ից 40 կիլոմետր հեռավորության վրա, Երևան-Գառնի Գողթ ճանապարհին։ Տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում, նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոպ փոքրիկ մատուռը վանքի ամենահին հուշարձանն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ։ Վանքի հիմնադրումը ըստ ավանդության վերագրվում է 4-րդ դարի սկզբին։ Հիմնադրել է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։ Վաղ շրջանում քարայրային կառույցների համար կոչվել է Քարայրների վանք, իսկ Գեղարդ անունը տարածվեց 13-րդ դարից սկսած վանքում պահված Սուրբ Գեղարդի պատվին, որը խոցել էր Քրիստոսին։ Վանական համալիրի հնագույն կառույցը գտնվում է Պարսպապատից դուրս, արևմտյան կողմում, դա 12-րդ դարի կիսաժայռափոր մատուռն է։ 13-րդ դարում ձևավորվել է հիմնական հուշարձանախումբը, որի մեջ մտնում են գլխավոր եկեղեցին, կաթողիկեն, Կից Գավիթը, երկու ժայռափոր եկեղեցիները, Ժամատունը ու խուցերը։ Գեղարդավանքն առանձնահատուկ տեղ ունի հայկական ժայռակոպ արվեստում։ Գլխավոր եկեղեցուն կից, հյուսիսային հսկա ժայռի տարբեր մակարդակներում փորված է մի ամբողջ հուշարձանախումբ, վերևում երկու փոքր եկեղեցի և գավիթ։ Վանքի շրջակայքը հարուստ է բարձրարվեստ խաչքարերով։ Գլխավոր եկեղեցին, կաթողիկեն, կառուցել են Զաքարյան իշխանները 1215 թվականին։ Կառուցման արձանագրությունը փորագրված է արևմտյան ճակատի մուտքի վերևում։ Գավիթը գլխավոր եկեղեցու Ժամատունը կառուցվել է 1215-ից 1225 թվականներին։ Արևելյան կողմով հպված է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին, իսկ հյուսիսային պատին փոխարինում է բնական ժայռը։ Առաջին ժայռակոպ եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցու գավթի հյուսիս-արևմտյան կողմում։ Կառուցվել է Իվանեի որդի մեծ իշխան Ավագի իշխանության օրոք 13-րդ դարի 30-ից 40-ական թվականներից մինչև 1250 թվականը ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ ժայռակոպ եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցուն կից գավթի հյուսիսարևելյան կողմում, բաղկացած է եկեղեցուց և գավթից։ Գլխավոր եկեղեցու խորանի հյուսիսային պատի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին և գավիթը կառուցվել են Պռոշ իշխանի օրոք 1283 թվականին։ Վանքը եղել է հայ գրչության խոշոր կենտրոն, ուր ստեղծվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքի ճարտարապետությունը բացառիկ է։ Համալիրի որոշ եկեղեցիներ ամբողջովին կառուցված են քարանձավի մեջ։ Լեգենդ կա, որ դրանք վերևից էին կառուցում, ընդ որում շինարարը փորված փոսն էր իջնում իր քրոջ երկար հյուսերից բռնվելով։ Ինչքան երկարում էին աղջկա մազերը, այնքան խորանում էր ժայռի միջի հորը։ 2018 թվականին Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող հուշարձանների ցանկում։ Այս կարգավիճակը տրվել է աշխարհի տարբեր երկրներից ընդամենը 17 հուշարձանի։ Այս կարգավիճակը տրվում է միայն մարդկության համար բացառիկ նշանակություն ունեցող ազգային և մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին։ Հայաստանում երկու Գեղարդ կա, մեկը 4-րդ դարի Գեղարդավանքն է, երկրորդը Լոնգինի Գեղարդն է։ Սուրբ Գեղարդը առաջին դարում Հայաստան է բերել Քրիստոսի աշակերտներից մեկը՝ Թադևոսը։ Հարյուրամյակներ շարունակ այն պահվել է Գեղարդավանքում և միայն 1760 թվականին տեղափոխվել Էջմիածին։ Գեղարդի վանքում այցելուների պակաս երբեք չկա։ Նրանք գալիս են տեսնելու Հայաստանի հնագույն վանքերից մեկը, որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի։ Գեղարդի բուժիչ ուժը քրիստոնեական հավատքի և հայկական ավանդությունների մեջ կապված է ինչպես Աստվածամոռ Սուրբ Գեղարդի սրբազան մասունքի, այնպես էլ Գեղարդավանքի ներսում հոսող հրաշագործ աղբյուրի հետ։ Դարեր շարունակ հավատացյալները հավատացել են, որ այս սրբությունները կարող են բժշկել։ Սուրբ Գեղարդի մասունքի զորությունը։ Սուրբ Գեղարդը այն նիզակի տափակ երկաթե տեգն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց Հիսուս Քրիստոսի կողը, իմանալու համար, որ ողջ է։ Պատմական վկայությունների համաձայն, միջնադարում, երբ երկրում համաճարակ էր լինում, Սուրբ Գեղարդը դուրս էր բերվում վանքից և պտտվում շրջաններում։ Հավատում էին, որ դրա սրբազան ներկայությունը կանգնեցնում է համաճարակները։
Մասունքը օգտագործվել է նաև երկիրը թշնամիներից և բնական աղետներից պաշտպանելու, զորքին օրհնելու և հոգեպես զորացնելու համար։ Գեղարդավանքի ժայռափոր աղբյուրի բուժիչ ջուրը։ Վանքի հիմնադրումը 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից կապված է հենց այս հրաշագործ աղբյուրի հետ։ Այսօր էլ վանքի գավթի ներսում ժայռի միջից բնական աղբյուր է հոսում։ Այս վայրը սրբատեղի է համարվում։ Սուրբ Գեղարդի բուժիչ ուժը գալիս է նրա հրաշագործ զորությունից, որը հավատացյալները կապում են Հիսուս Քրիստոսի կողը խոցած սրբազան Գեղարդ մասունքի և վանքի դարավոր հոգևոր շնչի հետ։ Մարդիկ այցելում են վանք հոգևոր սփոփանք և խաղաղություն ստանալու համար։